Բարի լույս, ինչպես սիրում էր կրկնել մի շատ դաստիարակված երիտասարդ, նորաբացի ժամանակով 9:05 րոպե, Արարատյան պայծառ առավոտ է, արթնանում է բնությունը, արթնանում է մեր գյուղը, արթնանում են նաև մեր մանկապարտեզի ծնողները, իհարկե շտապում են րոպե շուտ մեր սաներին բերել մանկապարտեզ։ Սա մեր մանկապարտեզն է, որի ծոցից է դուրս եկել մեր գյուղի բնակչության 89%-ը, իսկ մյուս 11%-ը մինչ այսօր հավատարմորեն աշխատում է հենց նույն մանկապարտեզում։ Իրոք, ինչը կարող է ավելի հարազատ լինել, քան պարտեզը, ուր հաճախել ես մանուկ ժամանակ և այժմ բերում ես քո երեխաներին։ Տիկին Էմման, մեր մանկապարտեզի ամենաակտիվ մաքրուհին, ապրում է այստեղ, սուր լեզու ունի, բայց ինչպես ինքն է ասում, սիրտը մաքուր է։ Եթե տիկին Էմմային հաջողվեր ոսկե ձկնիկ բռնել, ապա համոզված եմ նա ոսկե ձկնիկից կխնդրեր ընդամենը 2 բան. Հավաքարար բառը փոխարինել մաքրուհի բառով և իր աշխատավարձը դարձնել 200,000 դրամ, բայց քանի որ տիկին Էմման ձուկ բռնել չի սիրում, ստիպված է այդ 2 խնդիրներով զբաղվել ինքնուրույն։ Դե գոնե աշխատավարձս մի քիչ բարձրանար, էլի։ Շատ քիչ է, ախր։ 200,000։ Մեր խոհանոցի աշխատակիցներ ընկեր Անահիտն ու ընկեր Կարինեն պատրաստում են ամենահամեղ ուտելիքները, երբեք չեն հոգնում և իրար հետ հաշտ են ինչպես Թվիքսի 2 ձողիկները։ Ընկեր Անահիտը չի հաշտվում, որ կաթնամթերքի քանակը 1 երեխայի համար պակասեցրել են, իսկ ընկեր Կարինեն կարողանում է 5 լիտր ամանի հեղուկը 2 ամսից ավել օգտագործել, ինչը տնտեսվարի համար ուղղակի հրաշք է։ Նրանք երկուսն էլ չափազանց քչախոս են։ Մորաքույր Վարդուհին է։ Ճիշտ է, այսօր չկարողացավ մեզ միանալ իր մորաքրոջ պատճառով, սակայն հիմնականում ակտիվ, բայց ընդգծված բնավորությամբ անհատականություն է։ Միշտ հստակեցնում է ամեն բան կապված իր պաշտոնային պարտականությունների հետ, միևնույն ժամանակ անչափ նվիրված է մանկապարտեզին և իր գործընկերներին։ Իհարկե, մենք փորձեցինք հստակեցնել, թե վերջապես երբ է հեռանալու իր մորաքույրը։ 5 ամիս։ Մեր բուժքույրն է, ընկեր Աննան, սիրում է ցանկացած համեղ ուտեստ։ Հոգատար է մանկապարտեզի թե սաների և թե անձնակազմի նկատմամբ։ Հետաքրքիր է, երբ մեր աշխատակիցներն իրենց վատ են զգում, հիմնականում ինչպիսի դեղորայք է տալիս նրանց ընկեր Աննան։ Հիմնականում ջերմ իջեցնող կամ լուծողական։ Ընկեր Տիգրանն է մեր մանկապարտեզի ֆիզ հրահանգիչը։ Այսօր նա մի քանի խորհուրդներ կտա ճիշտ սննդակարգի մասին։ Ինչպիսի սնունդ կառաջարկեք մեր փոքրիկներին։ Չիփսեր, գազով ըմպելիքներ, յուղոտ ուտեստներ, կարտոշկի ժարից, յուղոտ միս։ Ընկեր Անուշն է, նա մեր մանկապարտեզի ամենահին աշխատակիցն է։ Կարելի է ասել, որ աշխատում է մոտավորապես այս ժամանակներից։ Ժողովուրդ, ես 40 տարվա մանկավարժ եմ և մի պարզ ճշմարտություն գիտեմ։ Եվ այդ ճշմարտությունն այն է, որ աշխատանքային երկար տարիների ընթացքում նա անմնացորդ նվիրվել է իր սաներին։ Բարի ձեզ, ճիշտ եք ասում, ես դպրոցս ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ մանկապարտեզում 1979 թվականից, ունեմ 47 տարվա ստաժ, աշխատանքային ստաժ։ Մերին մեր հաշվապահն է։ Մերին չի սիրում խոսել մեր աշխատավարձների մասին։ Կարելի է ենթադրել, որ նա էլ ընկեր Անուշի նման վաղուց է աշխատում մանկապարտեզում։ Դրա համար էլ կարողացել է իր համար նման մեքենա գնել։ Քանի տարի աշխատում եք մանկապարտեզում։ 4 տարի։ Իսկ մեր աշխատավարձերը մոտակա ժամանակում կբարձրացվեն, թե ոչ։ Իհարկե ոչ։ Մեր աշխատավարձները չեն բարձրացվելու։ Հարց. Ինչու ընկեր Անուշը այդքան երկար աշխատելով մինչ այսօր ոտքով է շրջում։ Ահա թե ուր են կորչում անձնակազմի գումարները։ Ընկեր Արևը մեր մանկապարտեզի երաժշտական ղեկավարն է, անսահման բարի և անմիջական մարդ։ Բարի ձեզ, ես երաժշտական ղեկավարն եմ մեր Ձնձաղիկ մանկապարտեզի ու շատ կուզենամ, որ երեխաները լսեն ուրախ երգեր, որովհետև այդ իրանց տրամադրությունն է բարձրացնում ու բարի մարդիկ են դառնում իրանք ու կուզեմ, որ երաժշտությունը ուղեկցի իրանց ամբողջ կյանքում ու միշտ ուրախ լինեն, լավ լինեն երեխեքս, տխուր երգեր չլսեն։
Տեր Անժելան է մեր կրծերիկների դաստիարակչուհին։ Իրականում նոր ուսումնական տարին շատ ծանր սկսվեց իր համար։ Նախ ավարտեցին իրավակ խմբի սաները եւ եկան նոր փոքրիկներ, ու նրանց հետ պետք էր կրկին սկսել ամեն բան սկզբից։ Բայց դա այդքան էլ դժվար բան չէր լինի, եթե իր սիրելի ընկեր Կարինեին չփոխարինեին ընկեր Վարդուհու հետ։ Հետաքրքիր է, արդեն հարմարվել է Վարդուհու հետ եւ ինչ է մտածում այդ մասին։ Սկզբում մի քիչ ավելի դժվար է, ոնց որ հինը որ գնում արդեն կապնված ես լինում հինի հետ, նորին չես պատկերացնում, սկզբնական շրջանում շատ դժվար է, դեռ պատրաստ չեն, քիչ շատ դժվար է հաղթահարում ենք։ Ինչպես ես նշեցի, որ սկզբում մի փոքր ինձ համար դժվար է նախկինի հետ համեմատելով, չեմ պատկերացնում, որ նախկինի նման կլինեն, առաջինը պետք է շատ սիրել երեխաներին, որ եթե չսիրենք, մենք չենք կարող աշխատել նրանց հետ, սիրենք մեր աշխատանքը, համբերություն ունենանք, որպեսզի հասնենք այն կետին, ինչին որ ուզում ենք էլի։ Մի հատ էլ աշխատասիրություն։ Ընկեր Մարետան է, մեր ավակ խմբի դաստիարակչուհին։ Ընդամենը 2-3 ամսից նրա 3 տարվա սաները կավարտեն մանկապարտեզը եւ կգնան դեպի դպրոց։ Նա հավատում է, որ իր պատրաստած սաները ամենալավն են, ամենախելացին եւ ամենաօրինակելին։ Հավատում է, որ իր երեխաները դպրոցում լինելու են կարգապահության վառ օրինակ։ Եվ ընդհանրապես նա միշտ հավատում է անհավատալիին։ Կարող է այն մեկին էլ է հավատում։ Դուք հավատում եք Եհովային։ Լավ էլ հավատում եմ։ Pretty things that greet my eyes when you call and I say I'm on my way. You and me belong. Ինչպես հասկացաք, ընկեր Էլվիրան մեր երեխաների ամենասիրելի դաստիարակչուհին է։ Ամբողջ ժամանակը նվիրում է երեխաներին։ Մտածում է ամեն հետաքրքիր բան, որ երեխաների օրը լցնի խաղով ու ժպիտներով։ Ասում եմ, որ նա շատ ծանր է տանում, որ իր խումբը ավարտում է այս տարի։ Ասում եմ, որ նա ամբողջ օրը մտամոլոր շրջում է եւ տխրում իր երեխաների համար։ Եկեք հենց իրենից էլ հարցնենք, արդյոք նա ամբողջ օրը մտքերով երեխաների հետ է։ Իրականում ինձ համար շատ դժվար է։ Ճիշտ է, ես իրենց 3 տարեկանից չեմ ընդունել, բայց ես մի տարին արձակուրդից վերադարձել եմ, մի այլ կարգ եմ կապնվել երեխեքի հետ։ Իրոք ապրիլ, մայիս, իր կողմից դզեց, կպրծնեմ ես գժերից, մենակ թե չհասկանան։ Նախ ուզում եմ նշել, որ աշխատանքում գնահատում եմ պարտաճանաչությունը, նվիրվածությունը, աշխատանքի մեջ մաքրությունը, գոհ եմ իմ թիմից, իսկապես այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ լավ թիմ ունեմ, պատրաստված, կազմակերպված, գիտակցում են իրենց աշխատանքը ու սիրով կատարում են իրենց աշխատանքները։ Նախ սիրում եմ իմ աշխատանքը իմ ընտանիքի պես, ամեն մի նոր բան ձեռք բերելու շատ եմ ուրախանում ու ոնց որ կանեի իմ տանը, այդպես էլ անում եմ այստեղ, որ շատ բան ունենա մեր հաստատությունը, գրեթե որևէ բանի պակաս չունենա։ Ինչպես հասկացաք, ընկերանին մեր մանկապարտեզի տնօրենն է։ Այո, ինչպես ինքը նշեց, սա մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորս աշխատում ենք մեկ ընդհանուր նպատակի համար։ Հենց այստեղից է սկսվում երեխաների մեջ սերը դեպի ծնողներ, սեր դեպի հայրենիք, եւ այդ ամենը սերմանում են հենց մեր դաստիարակները։ Երեխաների օրվա մեծ մասը անցնում է հենց մանկապարտեզում, ուստի մենք ենք լինում նրանց համար դրականի ամենավառ օրինակը։ Փոքրիկները մեր ազգի ապագան են եւ հստակ կարող ենք ասել, որ ապագան սկսվում է հենց մանկապարտեզից։